Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարև ձեզ բարեկամներ։ Իհարկե ամեն անգամ ամանորին մենք աշխատում ենք ձեզ ներկայացնել այնպիսի ազնվորությունների, որոնք իսկապես հետք են թողել մեր մշակութային կյանքում։ Եվ քանի որ օրն էլ կիրակի է, մենք որոշեցինք չխախտել ավանդույթը եւ այս կիրակի մենք հյուրընկալել ենք մեր ճանաչած երգչուհիներից մեկին։ Թեում քիչ հետո, բայց ասեմ, որ ընդհանրապես հայկական երգարվեստը հարուստ է տաղանդներով։ Ձեզ պիտի ասեմ, որ մեր տեսադարանում ունենք հրաշալի հաղորդումներ Օֆելիա Համբարձումյանի հետ, Ռաիսա Մկրտչյանի հետ, Բելա Դարփինյանի հետ ենք նկարահանել շատ հետաքրքիր հանդիպում։ Ցավոք Օֆելիան, Տիկին Օֆելիան եւ Բելան արդեն հրաժեշտ են տվել երկրային կյանքին, բայց մենք նրանց բոլորին հիշում ենք։ Իհարկե մենք անպայման կցուցադրենք նաեւ մեր շատ սիրելի երգիչ Հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեոսյանի հետ ունեցած մեր հանդիպումը եթերում։ Այդ տեսագրությունները մեր ոսկեֆոնդն են եւ մենք աշխատում ենք այն պարբերաբար ներկայացնել մեր հեռուստադիտողին։ Իսկ այսօր ես պիտի ասեմ, որ ձեզ սպասում է հաճելի անակնկալ 70-ականների, 80-ականների, ինչու՞ չէ նաեւ 90-ականների մեր շատ ճանաչված սիրված երգչուհի Գայանե Հովհաննիսյանի հետ։ Գայանեն իսկապես շատ հետաքրքիր ճանապարհ է անցել։ Ես բախտ եմ ունեցել նրան ճանաչել դեռ շատ վաղուց, երբ մենք ապրում էինք միմյանց հարևանությամբ, երիտասարդ էինք, նոր էինք ավարտել դպրոցը եւ ամեն անգամ երբ Գայանեն ասում էր մեր տան մոտով, բոլորն ասում են՝ Գայանե Հովհաննիսյանն է, երիտասարդ ձայներ համամիջնական մրցույթի հաղթողը։ Այն ժամանակ հավատացեք, այդքան էլ հեշտ չէր խորհրդային միությունում նվաճել նման մրցանակներ, բայց Գայանեն կարողացավ դա անել։ Մի խոսքով այսօր շատ հետաքրքիր երգչուհի հետ ենք մենք ձեզ հետ հանդիպելու եւ 10 տարվա վաղեմություն ունեցող հարցազրույցը, որ այժմ կներկայացնենք ձեր ուշադրությանը, հենց պատմում է Գայանե Հովհաննիսյանի մասին։ Դիտեք։ Եթերում լինել թե չլինել ծրագրի հերթական թողարկումն է։ Այս օրերին մեր կյանքը լի ու հարուստ է բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններով։ Մենք արդեն հարմարվել ենք նաև այն բացահայտումներին, այն գող ավազակների անուններին ենք ծանոթացել, որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում։ Ձերբակալություններ, դատավարություններ, բայց այսօր մենք խոսելու ենք շատ գեղեցիկ մի անձնավորության հետ, ով ամբողջ կյանքը ծառայել է մեր մշակույթին։ Այսօր մեզ հյուրընկալվել է անչափ հմայիչ մի երգչուհի։ Ով է նա։ Դիտենք մեր հյուրի մասին պատմող տեսանյութը։ Երգչուհի Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Գայանե Հովհաննիսյանը ծնվել է 1953 թվականին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 58 միջնակարգ դպրոցը։ 1974 թվականին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Երգել է Աքսել Բակունցի ղեկավարած Սերպանտին անսամբլում։ 1974-ից 1987 թվականներին եղել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբի մենակատար։ Հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Աֆրիկայում, Լեհաստանում, Գերմանիայում, Նիդերլանդներում եւ այլուր։ 1987-ից 1990-ական թվականներին աշխատել է Սիրիայում եւ Լիբանանում։ 1991 թվականին մենահամերգ է ունեցել Լոնդոնի, 1992 թվականին Կիպրոսի եւ Ժնևի հայկական համայնքներում։ 1994-ից 1995 թվականներին աշխատել է Մարսելում,
1996-ից 2006 թվականներին ամուսնու հետ աշխատել է Վիեննայի ազգային կրկեսում, որպես երգչուհի։ 2006 թվականին վերադարձել է Երևան, դասավանդում է Հայաստանի երգի պետական թատրոնում, ամուսնացած է, ունի 1 դուստր։ Սիրելի բարեկամներ, դե հասկացաք, որ այսօր մեր ծրագրի շատ ցանկալի հյուրը երգչուհի, հանրապետության վաստակավոր արտիստուհի Գայանե Հովհաննիսյանն է։ Բարի գալուստ։ Ինչպես ես։ Լավ եմ Համլետ ջան։ Ես մի անգամից հաղորդման սկզբում խոստովանեմ, որ տարիներ շարունակ եղել եմ կոմերց երկրպագուն, այսպես թակուն կողքից սիրահարված երիտասարդներից մեկը։ Եվ պիտի ասեմ, որ միշտ հաճույքով եմ հիշում այն տարիները, երբ բեմահարթակում, փայլատակում էր Գայանե Հովհաննիսյանի աստղը 70-ական թվականներ, 80-ական, 90-ական, մինչև այսօր Գայանե Հովհաննիսյանը բեմում է, երգում է, մեզ ուրախացնում իր փայլուն կատարումներով։ Շնորհակալ եմ։ Հին ընկերոջ իրավունքով կարող եմ ասել, որ այսօր դու պիտի քեզ շատ ազատ զգաս։ Իհարկե ազատ եմ զգում։ Կաշկանդվել չկա։ Բոլորովին։ Դե կոմպլիմենտներ քիչ կանեմ, բայց չեմ կարող չանել, որտեվ միշտ ասում եմ, չէ, այսպես հերվից արեգակին պիտի նայես, չէ։ Գանե 45 տարուց ավելի փաստորեն դու մեծ բեմում ես։ Այո։ Եվ դա ֆանտաստիկ ցուցանիշ է, որտեվ միշտ մնալ նույնը ու միշտ նույն հաջողությամբ երգել, դա շատ քչերին է տրված։ Այդ տարիների ընթացքում աշխարհի տարբեր բեմահարթակներում հանդիպել ես հայ ազգի մեծատիվ երգիչների, երգչուհիների, հատկապես երիտասարդների։ Ինձ հետաքրքիր է, նրանք այսօր կարողանում են արժանիորեն շարունակել մեր մեծերի ստեղծած հրաշալի ավանդույթները։ Գիտես Համլետ ջան, բանը նրանում է, որ այսօր մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ եւ դասավանդելով Երգի պետական թատրոնում արդեն շուրջ 12 տարի մենք ունենք շատ տաղանդավոր շրջանավարտներ եւ գիտես ինչն է ինձ դուր գալիս, որ նրանք չեն ուզում երգել այսօրվա երգերը, այսինքն ոչ թե չեն ուզում, երգում են, բայց նրանք ավելի շատ հետաքրքրված են այդ 80-ական, 90-ական թվականների երգերը եւ դա ինձ համար շատ ողջունելի եւ շատ հաճելի է, երևի դա շատ է գալիս է եւ ոճաբանից ով որ դասավանդում է այդ երիտասարդներին, որտեղ ես իրենց մեջ սերմացնում եմ, որ այո, այսօրվա երաժշտությունը պետք է հարգել, պետք է սիրել, պետք է երգել, բայց երբեք պետք չի մոռանալ մեր 70-ական, 80-ական, 90-ական թվականի կոմպոզիտորների երգերը։ Եվ այսօր հավատա, որ շատ շրջանավարտներ, օրինակ շատ են ուզում երգել Արնո Բաբաջանյան, շատ են ուզում երգել Կոնստանտին Օրբելյան, շատ են ուզում երգել Արտուր Գրիգորյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արամ Սատյան, Մարտին Վարդազարյան, Երվադ Երզինքյան եւ շատ այդպես ուրիշներ։ Դա իհարկե շատ ողջունելի է։ Երբեք այն տարիների երաժշտությունը պետք չի մոռանալ, որովհետև դու պետք է դաստիարակվես, հիմքից պետք է դաստիարակվես այդ երաժշտության մեջ, որ կարողանաս արդեն գնալ դեպի վերելք։ Եթե դու այդ երաժշտության հետ չծանոթանաս, չխորանաս այդ երաժշտության մեջ, ինձ թվում է ոչ մի բան չի ստացի, որովհետև այսօրվա երգերը, որ ես լսում եմ, ցավոք սրտի, կան երգեր իհարկե, որոնք ինձ դուր են գալի, բայց մեծ մասամբ չեմ ուզում ավելի խորանալ այդ։ Կարծեմ, ես գիտեմ քո բնավորությունը։ Դու լավին միշտ լավ ես ասում, վատին ասում ես ոչինչ։ Այո, ոչինչ, հա։ Բայց լավ կլինի, որ վատին էլ ասես վատ, որտեղ գիտես, սովորաբար տաղանդավոր մարդիկ իրենք նրանց պիտի օգնես, որտեղ նրանց շատ դժվար է, էլի։ Դե գիտես ինչ, երբ որ իսկականից ասում են վատ է, ասում են Գայանե Հովհաննիսյան էլի սկսեց։ Դե շատ ժամանակ ասում եմ, լավ, ոչինչ, վատ չէ։ Համարեք ուր։ Այ քոքին սագրությունից ես տեղեկացա եւ հերոստատորներն էլ իհարկե, որ երկար ժամանակ երգել է Աքսել Բակունցի Սերկատինում, այնուհետեւ բավականին երկար ժամանակ էլ Կոնստանտին Օրբելյանի ջազային նվագախմբի մենակատարն ես եղել։
այ Կոնստանտին Օրբելյանը դա երևույթ է եղել հայ մշակույթում եւ մինչ նրա մասին խոսելը, միշտ նրա ֆենոմենին անդրադառնալը, ես առաջարկում եմ նորից մտովի վերադառնանք 70-ական, 80-ական թվականները, երբ վեմահարթակում, փայլատակում էր Գայանե Հովհաննիսյանը, մի շատ սիրված երգ լսենք, որից հետո շարունակենք։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, որ հանրապետության վաստակավոր արտիստուհի Գայանե Հովհաննիսյանն է մեր հյուրը, Գայանե Հայաստան իմ ճգնավ։ Քեզ նման ճգնավ։ Արթուր Գրիգորյանի երգը։ Այն լավագույն երգերից մեկն է, որը իմ կյանքում եղել է իմ այցեքարտը։ Դա էլ ասեմ, որովհետև միշտ երբ որ մենք գնում ենք հյուրախաղերի արտասահման, ես միշտ այս երգը կատարում եմ, որը շատ մեծ հաջողություն ուներ, որովհետև դե մենք մեծ մասամբ գիտես ելույթ էինք ունենում սփյուռքահայության համար եւ այդ երգը շատ սիրվեց։ Միշտ հանդիսատեսը պահանջում էր Հայաստան իջնա։ Այո։ Խոսեցինք Կոնստանտին Օրբելյանի մասին, ցավոք արդեն մեր կողքին չէ մայստրոն, բայց ֆենոմենալ մարդ էր։ Ինչու՞մն էր ֆենոմենը Օրբելյանի ըստ Նախ սկսեմ նրանից, որ Օրբելյանը որպես ղեկավար շատ խիստ էր, շատ պահանջկոտ էր, գուցե երիտասարդ տարիներին մենք չենք հասկացել այդ ամեն ինչը, էլի, որտեղ ասում են, ինչ խիստ ավ, այս սենց, ինչ քթի մազը, բայց երբ որ տարիները անցնում են, դու հասունանում ես, դու արդեն հասկանում ես, որ իրոք ինքը ճիշտ ղեկավար էր, որ պետք էր այդ խստությունը, այդ պատասխանատվությունը ինքդ քո նկատմամբ, որտեղ եթե դա չլիներ, գուցե այսօր ես այդ երգչուհին չլինեի։
Որովհետև ինքը մեր մեջ դաստիարակել է մի ժամանակին լինել փորձին։ Նա չէր սիրում, երբ որ մենք ուշանում էինք։ Նույնիսկ 5 րոպե որ մենք ուշանում էինք, ինքը արդեն իրեն տեղ չէր գտնում։ Եվ այդ ամեն ինչը տարիների ընթացքում այդ ամեն ինչը փոխանցվեց ինձ։ Եվ այսօր ես էլ, երբ որ դաս եմ տալիս, չէ, երբ որ 5 րոպե ուշանում եմ, ես արդեն ջղայնանում ասեմ՝ մի ուշացեք, խնդրում եմ չուշանալ։ Եվ մեր մեջ ինքը դաստիարակեց այդ պատասխանատվությունը, այդ երգերի ընտրությունը, այդ պրոֆեսիոնալիզմը, ինչպես պետք է դուրս գալ բեմ, ինչպես պետք է միկրոֆոնը վերցնել։ Մի խոսքով շատ բան ինքը մեզ սովորացրեց այդ տարիների ընթացքում, եւ ես միակ երգչուհին էի, որ 13 տարի աշխատեց մայստրոյի հետ։ Եվ այնքան լավ եմ հիշում Համլետ, որ ես որ Սերպանցինում էի երգում, Աքսել Բակունցի ղեկավարությամբ ցավոք սրտի այսօր նա այստեղ չի։ Չկան մեր կողքին։ Այո, մեր կողքին շատ լավ ընկեր, իմ շատ լավ ղեկավար, այն ժամանակ դե Կոնստանտին Օրբելյան, բոլոր երգչուհիներ, յուրաքանչյուրներ հերազում, երգել նվագախմբի հետ եւ շատ հետաքրքիր մի հատ բան տեղի ունեցավ, որ մի օր ինձ զանգահարեցին նվագախմբի տնօրենը։ Ասեց, որ մայստրոն լսել է ձեզ եւ շատ է ուզում, որ մի հատ դուք գաք իրեն մոտ։ Դու չես պատկերացնում այդ գիշեր ինձ հետ ինչ կատարվեց։ Այսինքն ես գրեթե այդ գիշերը չեմ կնեու ծնողներիս պատմում, ասեմ, մամա, պապա, ասեմ, պատկերացնեք, ասեմ, մայստրո Կոնստանտին Օրբելյանը ուզում է ինձ տեսնի։ Ու ես մյուս օրը գնում եմ հանդիպման, ասեց, ինչ ես երգում։ Ասի, դե այս երգերն եմ կարող ձեզ ներկայացնել, բան, ասես մի բան երգի։ Ես երգեցի, նույնիսկ երգի կեսից հիշում եմ, ասեց բավական է։ Ու ես ասի վերջ, դեռ ինքը ինձ չհավանեց, որ ասի երգի կեսից ստոպ է տալի։ Ասեց, девочка моя, ты принята. Завтрашнего дня ты идешь на работу։ Ու վերջ, ու այդպես սկսվեց առանց երկար բարակ, առանց ոչ մի բանի։ Всё, դու ընդունված ես վաղանից աշխատանքի։ Եվ որ ես եկա տուն, բայ, ես չեմ կարող պատկերացնել այդ ուրախությունը, իմ այդ երջանկությունը, որ մայստրո կոնսերտ լեգենդար կոմպոզիտոր, ղեկավար, երաժիշտ, եւ ես գանեն ինչ որ պետք է երգի, ուրեմն Կոնստանտին Օրբելյանի նվագախմբում։ Եվ այդպես սկսվեց իմ աշխատանքը մայստրոյի հետ նվագախմբի։ Ճանապարհը դեպի Օլիմպ։ Այո։ Գարի, դու իհարկե լավ հիշում ես, թե ինչպես մեր անկախության առաջին տարիներից արդեն սկսած, փաստորեն այս վերջի 25 տարում միլիոնավոր մարդիկ լքեցին Հայաստանը, գնացին, արտագաղթը սարսափելի մի բան էր։ Մեր մշակույթի աշխարհի մարդկանցից շատերն էր նույնպես բռնեցին գաղթի ճանապարհը, ոմանք Միացյալ Նահանգներ, ոմանք Եվրոպա, Ռուսաստանի Դաշնություն, այլ երկրներ, ամեն մեկը մի կերպ ուզում էր հարմարվել։ Դու ամուսնուդ հետ, Թոմասը, որը բավականին հայտնի երաժիշտ էր, Աստվածօգին լուսավորիչ չկա, այսօր մեր կողքին նույնպես նա գնացիք նույնպես աշխատելու տարբեր երկրներում, բայց ի տարբերություն քո մյուս գործընկերներից դուք ձեր մասնագիտությամբ էիք։ Այո, այո։ Եվ դա իհարկե թույլ տվեց, որ հեշտությամբ հաղթահարեք այդ տարիների դժվարությունը։ Դե ցուրտ ու մութ տարիներ էր, ինքդ շատ լավ գիտես, ուղղակի շատ անսպասելի էր մեզ համար առաջարկ աշխատել պայմանագրով ուրիշ երկրներում, ասեմ, որ մենք ի սկզբանե մեզ հրավիրեցին արաբական երկրներ, աշխատեցինք ես ու Թոմասը այնտեղ, այնուհետև մեզ հրավիրեցին Ֆրանսիա Մարսել քաղաքը, որի տնօրենը մեր շատ լավ հետո ընկերը մեր դարձավ, որը արդեն երկար տարիներ ապրում էր Մարսելում, ինքը այնտեղ ուներ իրեն սեփական ռեստորանը, եւ ես ու Թոմասը կազմեցինք մի փոքր խումբ եւ այնտեղ էլ աշխատեցինք մոտ 1 տարի, իսկ այնուհետեւ դա արդեն 93 արդեն 93-ի վերջի արդեն 94-ի սկիզբն էր տարի։ Դրանից հետո 1 տարի հետո մեզ զանգ եղավ Ավստրիայից, մեր շատ լավ ընկերներից մեկը, որը ցավոք այսօր ինքն էլ չկա, ասեց, որ շատ եմ ուզում, որ դուք գաք այստեղ ինձ հետ աշխատեք։ Եվ ես ու Թոմասը անմիջապես, մենք նույնիսկ չկարողացանք տուն վերադառնալ Հայաստան։ Մենք անմիջապես Մարսելից մեկնեցինք Ավստրիա, Վիեննա։
Գնացինք մենք ծանոթացանք պայմանների հետ, այսինքն որովհետև գիտես ինչ մի բան է դու աշխատում ես նվագախմբի հետ մեծ բեմերում, հա, բայց ուրիշ բան է, երբ որ դու պետք է աշխատես կրկեսում ու դու ընդհանրապես ծանոթ ես այդ խոհանոցի հետ, ճիշտն ասած չի պատկերացնում։ Ես նույնիսկ Թոմասին ասի, որ գիտես Թոմաս ասի, արի դու ղեկավարի, արի դու նվագի, ես ուղղակի ինքան որ քո կողքը կլինեմ։ Ասեց, բայց չէ, գանե, ասեց, իրանք երգչուհի են ուզում, ասում, դու եկել ես, հա, կրկեսում, դու եկել ես որպես երգչուհի, ասեց, ոչ թե որպես իմ կին։ Ասի, ես շատ մեծ ռիսկի եմ դիմում, Թոմաս, ասեց, ոչինչ, ասեց, դու ամեն ինչը կհաղթ արես, դու այդ մարդը չես։ Եվ հետո երբ որ եկան ղեկավարները կրկեսի, հայրն ու տղան, Լուիսկնի, նրանք մեզ ծանոթացրեցին ծրագրի հետ, որովհետև ծրագիրը տևում է 2.5 ժամ, եւ դու 2.5 ժամ պետքա երգես, իրանք պետք է նվագեն, եւ դու երգում ես տարբեր երկրների երգեր իրենց լեզուներով։ Դու հասկանում ես, նույնիսկ աֆրիկյան լեզվով եմ երգել, որովհետև իրենք դա են ուզում։ Դերասանն է քեզ թելադրում, դու չես դերասանին թելադրում։ Այսինքն ով վճարում են այդ պատվերը։ Իհարկե, նա ասում է, ես երկար տարիներ աշխատել եմ այս երաժշտության տակ, դուք պետք է այդ երաժշտության տակ ասում եմ, դուք պետք է երգեք, պետք է Հասցնում էր այդ կար ժամանակում երգը։ Համլետ դու պատկերացրա, որ շատ դժվար էր առաջի ժամանակը, քանի որ մեզ տրված էր 1.5 ամիս ժամանակ, մինչև կրկեսը բացվելը մենք փորձեր էինք անցկացնում, մենք շուտ մեկնեցինք։ Ուրեմն այդ 1.5 ամսվա ընթացքում ես պատրաստեցի շուրջ 20 հատ երգ, տարբեր լեզուներով։ Իհարկե շատ դժվար էր, չեմ թաքցնում, որովհետև ֆիզիկապես, երբ որ դու անընդհատ երգում ես եւ հետո իրենք ինձ առաջարկեցին, որ մինչև ներկայացում սկսվելը, մինչև ժողովուրդը երբ որ լցվում է, ուրեմն մեր մոտ շապիտո էր։ Դու կես ժամ ունես ազատ ժամանակ, այսինքն ազատ ծրագիր, ինչ կուզես այն էլ կերկես։ Նոր դրանից հետո արդեն սկսում է հիմնական կրկեսային ներկայացումը։ Եվ գումարած այդ կես ժամը, որ ես երգում էի մեծ մասամբ հայերեն երգեր, որտեղ շատ էի կարոտում, էլ ասում եմ, ես պետք է իմ երգերը երգեմ բան, եւ իհարկե բնական է արտասահմանյան երգերը, նոր արդեն դրանից հետո արդեն սկսում էր կրկեսային ծրագիրը։ Իհարկե դժվար էր։ Երկար աշխատեցիք, չէ՞, Վիեննայում։ Մենք ուղիղ 10 տարի աշխատեցինք եւ ես քեզ կարող եմ ասել, որ հա, Աքսել Բակունց, Կոստանտին Օրբելյան, մեծ շկոլա եմ անցել, բան չունեմ ասելու, բայց այս տարիները, երբ որ դու 10 տարի ամեն օր, լսի լավ, ամեն օր դու երգում ես կենդանի երկու ներկայացում, դու պատկերացնում ես դա ինչ է, եւ դու ամեն տարի ծրագիրը փոխվում է, որովհետեւ ամեն տարի գալիս են նոր կրկեսային դերասաններ։ Եվ դու նորից պետքա ծրագիրը թարմացնես, նոր երգեր եւ այլն եւ այլն։ Ամեն ինչ սկսեց 0-ից։ Այո, եւ ես հենց այդտեղ էլ անցա շատ մեծ դպրոց, որ անընդհատ կենթանի ու նագրուստկան ինձ վրա շատ էր, բայց դա ինձ շատ օգնեց։ Вслед за мной на водных лыжах ты летишь, за спиной растаял след от водных лыж. Ты услышь их музыку, услышь, как от волшебного смычка такая музыка. Уведу тебя от дома, уведу, у всех прохожих на виду, уведу на радость и беду. Одной натянутой струной мы связаны с тобой. Ты сквозь года летишь за мной, как будто ангел загорелый за спиной. Верни мне музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка.
никогда не возвращусь, я никогда, никогда не запоет уже вода без следа, все смыло без следа. Ложь не нужна, ей грош цена, струна порвана. Ты сквозь года летишь за мной, как будто ангел загорелый за спиной. Верни мне музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка. Верни мне музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка. Верни мне музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка. Ես հասկանում եմ, որ իրոք ծանրաբեռնված է եղել քո աշխատանքը, Շատ։ բայց միշտ մոռանում եմ քեզ հարցնել։ Դուստրդ ինչու չգնաս իր երաժիշտ ծնողների հետքերով։ Որտեղ գիտեմ նա ոչ երկեց, ոչ էլ նվագ։ Ասեմ ինչու, որովհետև նախ ես եւ Թոմասը չուզեցինք, քանի որ մեր ճանապարհը շատ դժվար ճանապարհ է, դու ինքդ շատ լավ գիտես, Այո։ որովհետև լավ երգչուհի դառնալու համար դու պետք է շատ բաների միջով անցնես, այսինքն եւ լավ եւ վատ, հետո գիտես ինչ, ես չի ուզենա, որ իմ աղջիկս դառնար երգչուհի, այդ բամբասանքները, այդ նախանձությունները չկամեցողուց, չեմ ուզում, շատ շնորհակալ եմ, ես անցել եմ այդ ամեն ինչի միջով, նենց որ իմ աղջիկս այսօր շատ լավ է տիրապետում լեզուներ, գերմաներեն, անգլերեն, ինքը աշխատում է իրեն մասնագիտությամբ, այնպես որ եւ ինքն էլ ճիշտ ասած այդպես մի ձգտում չի ունեցել երգչուհի դառնալու համար։ Սովորաբար ասում են խնձորը ծառի թերություն։ Հա, հասկանում եմ, բայց չէ, շատ ուրախ եմ։ Արժում է ծառն ա դեմ եղել ան։ Հա, ծառը դեմ է եղել, այո։ 2006-ին Թոմասի հետ վերադարձաք Հայաստան եւ դու անմիջապես անցար նաեւ մանկավարժական աշխատանքի սկսեցիր դասավանդել Արթուր Գրիգորյանի ղեկավարած Երգիպետական թատրոնում։ Պարզվում է մանկավարժությունը քեզ շատ հոգեարազատ է։ Շատ եմ սիրում աշխատել երիտասարդների հետ եւ հավատա, որ ես դա անում եմ մեծ սիրով, որովհետեւ կան երգչուհիներ, որոնք գուցե շատ լավ են երգում, բայց իրենք դասավանդել չեն կարող։ Դա շատ բոլորին թվում է, թե եթե երգչուհի է, ուրեմն ինքը կարող է եւ լավ դասավանդել։ Ոչ, բոլորը չեն կարող դասավանդել, որովհետեւ վոկալը դա այնպիսի մի մասնագիտություն է երգեցողությունը, որ դու այնքան մանրուքներ կան այդ մասնագիտության մեջ, որ բոլորը չգիտեն այդ նրբությունները եւ մանրուքները։ Իսկ մենք քանի որ ես այդ ամեն ինչի միջով անցել եմ երկար տարիներ ու ես ընդհանրապես միշտ սիրել եմ դասավանդել։ Իմ մեջ միշտ այդ ջիղը եղել է։ Հնարավորություն չեմ ունեցել, բայց միշտ իմ մեջ եղել է, որ այ եթե ինձ տային մի հատ դասարան կամ ինչ-որ միտեղ հրավիրեին, ես անպայման կդասավանդեմ։ Եվ պատկերացրու, որ իմ բախտը բերեց, որ Արթուր Գրիգորյանը երբ իմացավ, որ մենք վերադարձանք, անմիջապես հրավիրեց Երգիպետական թատրոն, ես արդեն մոտավորապես 12 տարի դասավանդում եմ այնտեղ։ Որտեղ աշխատում ես 10 տարուց ոչ պակաս։ Հա, այդպես է, չեմ սիրում դավաճանել։ Դե շատ լավ է, մանավանդ որ հիմա կատարում ես քո սիրած աշխատանքը։ Այո, շատ եմ սիրում։ Շատ գոհ են քո ուսանողները, որտեղ առիթ եմ ունեցել մի քանիսի հետ զրուցելու։ Այ, ընկեր Գայանն մտածում եմ, դες ես իրեն միշտ սիրել եմ որպես երգչուհի, պարզվում է որպես մանկավարժ։ Ես շատ պահանջկոտ եմ, շատ պահանջկոտ եմ եւ իմ բոլոր ուսանողները արդեն
բնավորությունը լավ այնպես ուսումնասիրել են, գիտեմ, որ շատ պահանջկոտ եմ, շատ բարի եմ, շատ բան կարող եմ ներել, բայց կարող եմ շատ ընկերական լինել իրենց։ Եվ ամենակարևորը առանց նվերների քննության չգա։ Առանց, ինչ ես ասում, նման բան չկա։ Սալ ես անում, նվեր լավ բան է։ Ոչ։ Լավ, դրամատիկ է ուզում ասել։ Դու մասնակցել ես մեծ թվով խոշոր փառատոնների երաժշտական։ Հիշում եմ դեռ երիտասարդ ձայները, որտեղ դարձար փառատոնի դափնեկիր, հիշում եմ Բերլինի միջազգային խոշոր երաժշտական փառատոնը, որտեղ նույնպես Գանե Հովհաննիսյանը փայլատակեց։ Եվ ես վերջիններից հիշում եմ նաև 2010 թվականի Տաշիրը, որտեղ հայկական համահայկական երգի մրցույթում նույնպես մրցան։ Այդ բոլոր փառատոններից, դրանք եղել են մի քանի տասնյակից ավելի, կա մի այնպիսինը, որ քո մեջ տպավորվել է երկար եւ որտեղ ստացած մրցանակը քեզ համար ամենաթանկն է։ Ես կարող եմ մի մրցույթի մասին պատմել, որը տեղի ունեցավ Երևանում, ցավոք սրտի չեմ կարող ասել, որ թվականին երկար տարիներ առաջ, երբ որ ժյուրի նախագահ Ալլա Պուգաչովան էր։ Ես հիշում եմ 76 թվական, հիշում եմ, որ դա այդ մրցույթը անցկացվեց Գառնիի մրցույթի։ Բրավո, Գառնի։ Եվ Ալլա Պուգաչովան էր, ես ելույթ ունեցա Արամսատյանի «Արդյոք հիշում ես դու» հրաշալի էր, և որ ես դուրս եկավ եմ, դե արդեն դու պատկերացնես իմ հետ ինչ էր կատարում, քանի որ Ալլա Պուգաչովա, ժյուրի նախագահ ու ինքնանստած Ալլա Բարիսովնան, և ուրեմն երգեցի ես այդ երգը, ես ուղղակի մի պահ այսպես ամեն ինչ մոռացա, ու ես ինքս ինձ ասում եմ, Գայանե, դու պետք է երկես ու լավ պետք է երկես։ Ու նորից պիտի ախտես։ Դե դրա մասին այդքան չէի մտածում, բայց իմ համար ամենակարևորը լավ տպավորություն թողնել։ Եվ հետո արդեն որ ելույթս ավարտվեց, այդ երեկոն վերջացավ մրցույթը, Ալլա Բարիսովնան հետո ինձ Արամսատյանն է ասում, ով է այդ աղջիկը, ասում է, ինչ այդ աղջիկա երգչու մասին, ես ոչ մի բան չգիտեմ, դե Արամսատյանն էր ասում, դե ինքը Կոնստանտին Օրբելյանի մոտ է երգում բան։ Եվ հետո այդ օրը գնահատականները բոլորը դրել էին 5 բալ, այսինքն ամենամեծ բալը այն ժամանակ դա 5 բալն էր։ Եվ բոլորը նշանակեցին ինձ 5 բալ, եւ Ալլա Բարիսովնան ասեց, որ շատ ափսոս ասում, որ ինքը Երևանում է, ասում, ես կուզենայի իրան Մոսկվայում տեսնել։ Ինքը ասում, լավ ապագա կունենալ, բայց դե կյանքը այլ ձև դասավորվեց։ Գիտես, մի քիչ շատ խոսեցինք, ես հիմա առաջարկում եմ մեր զրույցը մի պահ ընդհատենք, մի կատարում էլ քո մատուցում, այո, դիտենք, եւ նորից վերադառնանք տաղավար։ Խնդրեմ։ Ես քեզ չգիտեմ, բայց ինչու հոգիս կապել ես այդ քո հայացքով, ինձ գերել ես, հմայել ես, ես չունեմ հացեր, չունեմ խնդիր, լոք միայն քո կողքի միշտ լինել, ինձ էլ չեմ հիշում, իմ անցյալ անհետ կորել է, և քո ձեռքերում իմ հոգին նորից ծնվել է, վառաստի նման դու փայլեցիր, որ տեսնեմ, որ սիրեմ, էլ կա իմ ուրանամ և կոցնեմ, քեզ հետ ինչպես ծովի վրա թրջող ջայեր լինենք ազատ, քեզ հետ միայն ես կկիսեմ օրերը իմ և լավ և
Սիրելի բարեկամներ, հանրապետության վաստակավոր արտիստուհի Գայանե Հովհաննիսյանն է մեր հյուրը, Գայանե հերթական կատարումը, շնորհակալություն։ Անչափ հմայիչ երգ է իդեպ։ Ես եմ շատ սիրում այդ երգը եւ իրոք ինչքան որ առիթ է լինում երգելու, միշտ հաճիկով եմ կատարում այդ երգը։ Իդեպ երգերը, երբ դու ընտրում ես, դա ընտրում ես, ասենք, տվյալ համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավարի օգնությամբ, թե ինքդ ես առաջարկում։ Գիտես Համլետ, մենք միշտ, այսինքն ես իմ մասին հիմա ասեմ, երբեք Կոնստանտին Օրբելյանը ինձ չի ստիպել երգել այս երգը կամ այն երգը, եւ ընդհանրապես երգչուհիները, ովքեր աշխատում էին իրեն մոտ, երգիչները, ես միշտ երգել եմ այն, որը ինձ շատ հոգեհարազատ է։ Այսինքն ես չեմ երգել այն երգը, որ այսօր շատ ակտուալ է, որ ինքը այսօր շատ պոպուլարնի է, չէ։ Ես միշտ ընտրել եմ այն երգերը, որը իմ սրտից է բխում, որը իմն է։ Հասկանում ես, իմն է։ Ես կարծում եմ, որ դա ամենաճիշտ բանն է երգչու համար, երբ որ դու երգես, օրինակ ես միշտ հաճույքով երգել եմ Արամ Սատյանի երգերը, միշտ հաճույքով երգել եմ Արտուր Գրիգորյանի երգերը, Ռոբերտ Ամիրխանյանի, այսինքն եղել են կոմպոզիտորներ, որոնց երգերը իմն են եղել։ Ես դա զգացել եմ։ Մի երբ որ դու չես զգում, ավելի լավ է այդ երգը չերգել։ Գանե, մեր ծրագիրը ունի մի շատ այսպես ֆիլոսոֆիական հասկացա, խոսքը Շեքսպիրի հայտնի լինել, թե չլինել, հարցադրման մասին է, որն է Գայանե Հովհաննիսյանի պատասխանի տարբերակը։ Լինել։ Լինել։ Իհարկե, պետք է ամեն ինչ լավ լինի։ Ես միշտ գիտես կյանքում շատ խոչընդոտներ եմ ունեցել։ Եվ միշտ եղել եմ ոչ թե օպտիմիստ չեմ եղել, ճիշտն ասած, բայց շատ բաներին ռեալ եմ նայել, բայց այս վերջի տարիները ես հասկացա, որ պետք է միշտ լավատես լինել, պետք է միշտ մտածել լավը, որովհետև եթե դու լավատես ես ու դու համոզված ես, որ ամեն ինչ պետք է լավ լինել, ուրեմն պետք է լավ լինի, այդ համար ասեմ, լինել, պետք է լավ լինի ամեն ինչը։ Հասկացա, սեղանը մի կոտրի։ Ակներեք։ Չէ, իհարկե լինել, անպայման, որովհետև այսօր ես ունեմ դուստր, որի համար ես ապրում եմ, որին շատ սիրում եմ, առանց իմ դուստի ես իմ կյանքը չեմ պատկերացնում, եւ ես ամեն ինչ անում եմ նրա համար, որ ինքը շատ երջանիկ լինի։ Եվ միշտ հպարտանա իր մամայով։ Աստված, ես կարծում եմ նա հպարտանալու քիչ առիթ չունի, որովհետև այսպիսի հմայիչ մայրիկ ունի։ Սիրելի բարեկամներ, դե հասկացաք, որ Գայանե Հովհաննիսյանը իր օկային անձնավորությունն է, ում հետ կարելի է շատ երկար խոսել, զրուցել ամենատարբեր թեմաներով, բայց ամենագլխավորը նա իր էությամբ անչափ լավատես անձնավորություն է, շատ սիրում է իր ընկերներին, բարեկամներին, մտերիմներին, իր հանդիսատեսին։ Ես ուզում եմ քեզ մաղթել առողջություն։ Շատ շնորհակալ եմ ամեն։ Ուզում եմ որ երկար երգես, որտեղ քո ձայնը մեզ համար շատ հոգեհարազատ է։ Ես էլ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար։ Քեզ էլ եմ ցանկանում առողջություն, անխափան եթերներ եւ հավատա, որ շատ ժամանակ ես նայում եմ քո հաղորդումը, թե ինչ հյուրեր են քո մոտ, ուզում եմ ասեմ, որ նենց որ իմացի, որ ես քեզանով հետաքրքրվում եմ։ Այսինքն ուշ չի, կարելի է Ուշ կարելի է երազել, որ երբևիցե մենք կլինենք անչափ մտերիմ ու լավ բարեկամներ։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, եկեք այս լավատեսությամբ հրաժեշտ տանք միմյանց եւ մաղթենք թե մեր հյուրին, թե մեզ բոլորիս հաջողություն, նորանոր, ստեղծագործական փայլատակումներ։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։